հրաժարվավ։ Հիմի դու քայլե երեխա ունեցող մամայի պես։ Մեկիդ կսեն, բայց մյուսները ձերը հասկացեք։ Նորի պես, всё, դու ուրիշ ես։ Դու առաջվանը չես, լսես։ Դու քեզի դիրեն բանի մեջ ինչ որ դու գուզես որ անես, Աստված գուզե անես բանը։ Всё, վառե հին բաները։ Քո անհաջողությունները, քո սխալները, վառե բաժնե թողես տա, всё։ Դու նոր մարդ ես։ Մենք նոր արարած ենք, հներն անցան, ամեն բան նոր է։ Ամեն։ Գիտեք ինչը կմեզի խանգարե Տիրոջը առաջի տեղը դնելը։ Մեր կարծիքը։ Ամենամեծ թշնամին մեր կարծիքն է։ Ես էսպես կմտածեմ։ Ես էսպես կուզեմ։ Էդի անհավատության հոդուրի։ Հավատացյալ մարդը իր կարծիքով չի հավրի։ Ինքը Աստծուն կլսե, կհավատա եւ այդ հավատքով խոսքը շտա, որտեղ Աստված ինչ որ կսե, մեր կարծիքներից միլիոն անգամ ավելի է։ Մեր կարծիքը մեզի տանի կործանման։ Բայց Աստծո խոսքը մեզի հավրեցնող է։ Նման մենք դի սովորենք ոչ թե մենք ինչ որ բան որոշենք, ծրագիր դնենք, այլ խոսք առնենք Աստծուց, այդ բանը խոսանք ու ինքը սկսի կատարվել։ Մեր կարծիքը մեր թշնամին է։ Ես էսպես կուզեմ, մարդը ասում է, չէ, մենք էսպես տենը։ Դա քո կարծիքն է։ Դա շատ սխալ է։ Ամեն բան, որը հավատքից է, չէ, ինչ է։ Մեղք է։ Ինչ է մեղքը։ Ոչ թե Աստծո կամքը կատարելն է։ Համար Հիսուսը չէր կրնա մեղք դառնալ, որովհետև մեղքը Աստծո կամքը չկատարելն է։ Հիսուսը կատարեց Աստծո կամքը։ Արդեն այդ խոսքը իրեն կհագասե։ Հասկանա՞ք։ Որ բանը Աստծո խոսքը չլսելուց է չէ եւ կատարելուց է չէ մեղք է։ Այսինքն որը մեղք չէ, որն է արդարություն, որ դու կլսես, կխոսես եւ ինքը կկատարվի։ Ոչ թե քո ուժով, ոչ քո զորությունով, այլ իր խոսքը կատարվի։ Աբրահամ, այս մյուս տարի, այս վաղ դու տղա կունենաս։ Էլ всё, Աբրահամը էլ ելք չունի փախնելու։ Որտեւ Աստծո խոսքը ինքը գործող է, ինքը գործողություն կկատարի։ Всё, Աբրահամը ուզեր, չուզեր, չէր կան այդ խոսքը մխվել էր իր մեջ։ Ամեն։ Նամար մեր մարդկային միտքը սխալ բան է։ Առանց հայտնության, երկնքից հայտնության իմ ժողովուրդը անսանձն են, չեն կառավարվի ճիշտ ուղղությամբ։ Այսինքն հայտնությունը շատ կարևոր է։ Երբ որ Պետրոսը քիշեք, հայտնություն առավ, թե ով է Քրիստոս, սա հիանալի է, դու Սիմոն Հովմանի որդի, որ քո մարմինն ու այրունը չսավ, այսինքն քո կարծիքդ չսավ քեզ ես ով եմ, այլ իմ հայրը հայտնություն տվեց երկնքից։ Այս հայտնության վրա իմ եկեղեցին կկառուցեն, ոչ թե Պետրոսի վրա, ոչ թե կաթոլիկների վրա, ոչ թե չդեմ ինչերի վրա, այլ հայտնության վրա։ Մարդը կանցնի ժամանակավոր երևույթ ենք մենք։ Ասեք, իսկ Աստծո հայտնությունը ինքը զորավոր է։ Մենք երևույթին չենք նայում, մենք նայում ենք Աստծո հայտնությանը։ Շատ կարևոր, ով հայտնություն ունի, ինքը զորավոր մարդ է։ Այդ հայտնությունը քեզի կբարձրացնի, հայտնությունը քեզի կտանի առաջ։ Ամեն, համար բռնի հայտնությունից։ Ես համոզված եմ, ամեն մեկը ունի այդ հայտնությունը, ուղղակի սատանեն կուկա, մտք երկու դա, այս կուկը չի անի, դա ասեցոր մի է, չէ։ Պետք է գին վճարես, գին վճարելը քո կարծիքը չունենալն է, քո կարծիքդ կողքի դնելն է, ու հնազանդվել Աստծո խոսքին, Աստծո առաջնորդությանը։ Ամեն։ Ադամն ու Եվան օրինակ վերցնենք։ Ինչ երեցին։ Աստծուն հավատացին, Աստված ասա, չուտեք այդ պտուղից։ Իրենց կարծիքը։ Սատանան եկավ, սա շատ լավն է այդ պտուղը։ Դուք էլ Աստծո պես կերնեք։ Դուք էլ կարող եք ճիշտն ու սխալը ջոգեք։ Ինչ պետք է Աստծուն, Աստված ասե, դուք այդ Աստծուն լսելով ապրեք։ Դուք էլ Աստծո պես ինքնուրույն կարող եք ապրել։ Իրենց կարծիքը իրանց տարավ կործանման։ Սամուել եկավ Սավուղին, Սավուղ,